Հանդիպան ընթացքում մի քանի տպավորիչ սեյվեր եղան, մասնավորապես Ալաշկերտի դարպասապահ Գոր Մանուկյանը 11 մետրանոց հետ մղեց և միայն վերջնամասում հանդիպման արդեն վերջին րոպեին գոլ խփեց Տենտոն Յենեն և փրկեց իր թիմին պարտությունից, մինչև այդ Մեթոյանն էր առաջ մղել իր թիմին։ Առաջին գրոհը Արարատ Արմենիայի անհաջող է ստացվում, և Թորոսյանը, գլխավոր մարզիչը Ալաշկերտի, նույնպես կադրում է։ Եվ միանգամից սխալվում է Արարատ Արմենիան, Պետրոս Ավետիսյան և անդրադարձը թույլ չի տալիս, որպեսզի գնդակը հայտնվի դարպասում Պաշնեսը։ Դրանից հետո 6 խաղերում 4 հաղթանակ է տարել Արարատ Արմենիան և ընդամենը 2 ոչոք է գրանցվել։ Պարտությունը Արարատ Արմենիան ընդհանրապես չունի այդ ընթացքում այսօրվա մրցակցից։ Իրենց նպատակին չեն ծառայում։ Քիչ առաջ Տարախչյանի հարվածը կենտրոնով ընդհանրապես խնդիր չէր Ավագյանի համար, հիմա էլ այս հարվածը նույնիսկ միջամտելու կարիք չունեցավ։ Օկանսի առաջանում է, տեսնում է, որ առանձնապես նրան դիմավորող չկա, կարող է մի փոքր էլ առաջանալ Նուբիսի, լավ խաբեց մրցակցին, հարվածում է Նուբիսին և հանդիպման հաշիվը բացված է։ Մարիուս Նուբիսի հանդիպման 33-րդ րոպեին հեռու տարածությունից կատարած հարվածով գրավում է դարպասը։ Ձախ ոտքով այն էլ հարվածեց Նուբիսին։ Գոհեմ Մինասյանը գիտի իր հարձակողի ունակությունները, այդ պատճառով շատ զարմացած չէ։ Լավն էր փոխանցումը Վիմերկատի, իսկապես շատ լավ է խաղում իտալացին ոտքով։ Կամո Հովանիսյան սպասում է թիմակիցների տեղաշարժին, ինքն է որոշում տեղափոխվել կենտրոն, կարող է հարվածել անգամ դեպի հեռավոր անկյունը, բայց թույլ ստացվեց հարվածը։ Կարող ենք հիշել ինչպես Ավագյան, լավն էր փոխանցումը Տենտոնին, վերջինս հաստատվել է աջ եզրում, չի գալիս իր հարազատ ձախ եզր, Օկանսի, որքան լավ է ձերբազատվում մրցակցի հսկողությունից Օկանսին այսօր, Համբարձումյան ուղարկում է Տենտոնին, շատ խոստումնալից է գրոհը, բայց ոչ հարվածը, կրկին Տենտոն, միացնում է Կամո Հովանիսյանին, բայց տեսեք ինչպես է այսօր պաշտպանվում Յուրի Մարտիրոսյանը, արագությամբ կարծես ոչ մի անգամ չի զիջել անգամ Կամո Հովանիսյանի պես արագավազ պաշտպանին։ Ահա նրա փոխանցումը բարձրից, Նուբիսին է հարվածում, փրկում է Վիմերկատին և Տենտոն Յենե։ Իր հոբելյանական 40-րդ գոլն է խփում Տենտոն Յենեն Հայաստանի առաջնությունում։ Ընթացիկ չէ իհարկե, այլ կարիերայի ընթացքում 40 գոլ։ Կենտրոն Պետրոս Ավետիսյան առաջին կեսում այսպիսի իրավիճակներում ավելի ստեղծագործ որոշում էր կայացնում Ավետիսյանը, իսկ այստեղ լավ չմշակեց գնդակը Կատոն, հակագրոհի է անցել Արարատ Արմենիան, Նուբիսի Արմաղազարյանը հեռացնում է գնդակը, բայց կրկին Նուբիսի անցով Կատոին, տեսեք ինչեր է անում Նուբիսին և փրկում է այստեղ Վալերիո Վիմերկատին։ Կրկին նայ գնդակով, այսպիսի փոխանցում դեպի Նուբիսին չի անցնում փոխանցումը։ Դուարտե գեղեցիկ խաղաց, ևս մեկ անգամ, Կոլումբացին տեսեք ինչեր է անում, հիմա հարվածելու է Դուարտեն և բարձր է ստացվում։ Հովսեփյանը և Խաչատրյանը 66-րդ րոպեին Գլիշիչը և Բենիկ Հովանեսյանը, հիմա էլ Նարեկ Մանուկյանը Դուարտե ձախ ուղարկելու տարբերակ ունի, Տենտոնին ի վերջո հասնում է գնդակը, բայց տեմպը մի փոքր ընկավ գրոհի։ Լավն էր փոխանցումը Դուարտեի, Տենտոն Յենե և փրկում է Վիմերկատին, այսօր որորդ սևն է կատարում իտալացին Նուբիսի։ Եվս մեկ հարվածի տարբերակ կա Մուրադյան և փրկում է կրկին Վիմերկատին, ինչեր է անում այսօր իտալացին։ Նորից նման է տալիս, թե որքան անգամ է արագություններ կատարել ֆուտբոլիստը, որքան կիլոմետր է հաղթահարել հանդիպան ընթացքում։ Գլիշիչ Պատ է խաղարկում Գլիշիչը, հիմա լավ փոխանցում էր Տարախչյանին, որը մոտակա անկյունն էր նշան բռնել, իսկ մոտակա անկյունը գրավել բարդ է։
Սա այն թիմերի հաշվարկում, որոնց հետ 10 եւ ավելի խաղ է անցկացրել, որովհետեւ ավելի քիչ հանդիպումների պարագայում արդեն գումարվում են արտասահմանյան երկրների թիմերը, դա հաշվի չեն կառնում, իհարկե քիչ այլ պատմություն։ Իսկ միջ այդ հետևենք, թե ինչպես է գրում Գբոմադուն, հարվածում է Գբոմադուն, բայց նորից փակում է հարվածի ճանապարհը Անան Մեսսան։ Այսօր նա ամենատրամադրված, ընդ որում սպրինտեր այսօր բավականին շատ է նա կատարել։ Տեսեք որքան ազատություն ունի Արարատ Արմենյան նոր գրոհ անցկացնելու համար, խորքից փոխանցում առաջ Մեթյու Գբոմադու, շրջանցում է դարպասապային եւ հաշիվը դարձնում է 3-0, Մեթյու Գբոմադուն վերջակետ է դնում այս մրցավեճում եւ սրտիկներ է ուղարկում տրիբունա։